Պատմության մեջ առաջին անգամ հայկական թիմը հաղթանակետոնում Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում, իսկ այդ պատմության հեղինակը Արարատ Արմենիան է։ Հանրապետական ստադիոնում սլովենական Ցելիայի հետ կայացած խաղը մեր չեմպիոնի համար լավ չդասավորվեց։ Հյուրերը վաստակեցին 11 մետրանոց հարված, իսկ Սվիտ Սեյշլարը դիպուկ էր։ Բայց Արարատ Արմենիան արդեն բազմիցս ապացուցել է, որ չի հանձնվում նույնիսկ ամենաբարդ իրավիճակում, իսկ սեփական հարկի տակ մեր թիմը պարզապես անպարտելի է։ Թեև մրցակիցը կրկին գոլ խփելու պահեր ուներ, բայց Մանուել Տուլիպայի թիմը արագ վեր գտավ իր խաղն ու շանսը բաց չթողեց։ 38-րդ րոպեին Արթուր Սերոփյանի տուգանայինից կատարած հարվածը պարզապես շքեղ էր եւ ոգևորության ալիք բարձրացրեց տրիբունաներում։ Երկրորդ կեսում Հայաստանի չեմպիոնը դարձավ ավելի համարձակ, ավելի ագրեսիվ եւ ավելի վտանգավոր։ Ցելիան աստիճանաբար նահանջում էր, իսկ խաղի ճակատագիրը որոշվեց 70-րդ րոպեին։ Պորտուգալացի Մանուել Տուլիպայի փոփոխությունն աշխատեց։ Փոխարինման մտած Կարլոս Ֆրանսան մեկ հպումով ավարտեց գեղեցիկ գրոհը։ Ցելիան ամենաբարդ մրցակիցն էր, որ երբևէ հանդիպել էինք։ Հստակ կարող եմ ասել, որ պատասխան խաղում մեզ համար շատ բարդ է լինելու։ Շնորհակալություն եմ հայտնում իմ ֆուտբոլիստերին, որոնք քրտնաջան աշխատեցին։ Ցելիան շատ բարդ մրցակից էր, որը հրաժարի էր խաղում գնդակով, բայց իմ տղաները գերազանցեցին նրանց։ Առաջին կեսում եղավ մի դրվագ, որը փոխեց ամեն բան։ 11 մետրանոց հարվածը, որը շատ կասկածելի էր ինձ համար։ Բարդ է լինելու Սլովենիայում։ Դժվար է ասել, կկարողանանք ավելի լավ խաղալ, քան սեփական հարկի տակ։ Մի բան հստակ է, մենք մեծ հավակնություններ ունենք եւ պատիվ ունենք ներկայացնել Հայաստանը։ Կարծում եմ իմ տղաները լավ խաղացին ու առաջին խաղակեսում մենք վերահսկում էինք խաղը։ Այս դիմակայությունում վճռորոշ եղավ մեր չխփած գնդակը։ Եթե խփեինք այդ գոլը, իրադարձությունները այլ կերպ կդասավորվեին, բայց այս դիմակայությունը երկու խաղից է բաղկացած։ Այս խաղով մենք շատ բան իմացանք Արարատ Արմենիայի մասին եւ նրանց սպասում ենք արդեն մեր հարկի տակ։ Պատասխան հանդիպումը Սլովենիայում օգոստոսի 11-ին է։ Հայաստանի չեմպիոնը մրցավայր կմեկնի 1 գնդակի առավելությամբ։ Նժարին առնվազն Եվրոպա լիգայում խաղալու հնարավորությունն է։ Արամ Մանուկյան, Էպիկենտրոն։